Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, նախագիծը, որ առաջարկել է ընդդիմությունը եւ քննարկում ենք, ունի բազմաթիվ կանխադրույթներ, որոնք բաժանվում են տնտեսական եւ քաղաքական բաղադրիչի։ Այնինչ իշխող ուժը առաջարկել է, դա քաղաքական հայտարարություն է, քաղաքական խոստում է, որի գնահատականը տրվում է ընտրությունների ընթացքում։ Այսինքն, եթե մենք խոստացել ենք մեր քաղաքացիներին, որ թոշակը եւ սպառողական զամբյուղը թոշակ եւ պարենային զամբյուղը համարժեք կլինեն, ընտրողները լսում են դա։ Եվ 26 թվականի ընտրություններին գնահատական կտան, արդյոք դա կատարվել է թե ոչ։ Սա քաղաքական բաղադրիչն է։ Տնտեսական բաղադրիչը կոնկրետ հաշվարկներ են։ Եթե մենք օրենքի ուժ ենք ուզում տալ այդ խոստումներին, մենք մտնում ենք տնտեսական դաշտ, այսինքն պետք է հաշվարկել, արդյոք հնարավոր է եղած բյուջեով թոշակները բարձրացնել այնքան, ինչքան կցանկանայինք բարձրացնել։ Սա տնտեսական բաղադրիչ է եւ այստեղ հաշվարկային մտածողություն եւ տրամաբանություն է պետք։ Եվ մեղադրել իշխող քաղաքական ուժին, որ իր խոստումները չի կատարում, խոստումների կատարելու գնահատականը տրվում է քաղաքական թատերաբերում, քաղաքական հարթակներում եւ ընտրությունների ընթացքում։ Եվ եթե դուք ուզում եք պարտադրեք, որ քաղաքական խոստումները բոլորը դառնան հատկապես տնտեսական դաշտում դառնան օրենքներ, այստեղ մենք շատ լուրջ դժվարություններ կունենանք։ Եվ սա տարածել մյուս բնակավարների վրա, այդ թվում նաև ֆուտբոլի լուրջ չի, որովհետև եթե ֆուտբոլում անհաջող խաղեր կան, եղել է նաև շատ հաջող խաղեր։ Եվ չի կարելի, ասենք, 6-1 պարտություն դարձնել ազգային արժանապատվության խնդիր, դա ծիծաղելի է, որտեղ օրինակ թե Բրազիլիայի պես աշխարհի ամենաուժեղ հավաքականը 7-0 պարտվեց Գերմանիային, բայց դրանից բրազիլական ժողովուրդը ողբերգություն չսարքեց, կամ 15-0 Ֆիլիպինների Ճապոնիայից պարտվեց, չեղավ, որ Ֆիլիպինները վերացան որպես պետություն, կամ Ռուսաստանը 16-0 Գերմանիայից պարտվեց, Ռուսաստանը չվերացավ աշխարհից։ Սրանք հարցեր են, որոնք անընդհատ եղել են եւ լուրջ չի դա վերածել քաղաքական բանավեճի։ Այսինքն ի նկատի ունեմ, եթե մենք այս տրամաբանությամբ ենք ետում նաեւ տնտեսական հարցերի քննարկմանը, մենք տեղ չենք հասնի, սիրելի հայրենակիցներ։ Իհարկե գերադասելի է, իհարկե ընդդիմությունը մեծ ու լավ ցանկություն ունի, որ մեր կենսաթոշակառուները ստանան արժանապատիվ թոշակ։ Չկա մի հայ մարդ, որ չուզենա, որ մեր թոշակառուն ստանա $1000 թոշակ։ Չկա դից մարդ, բայց պետք է նայես քո հնարավորություններին։ Եթե չունես այդ հնարավորությունը, օրենք ընդունես, ինչ կփոխվի։ Եթե դուք ուզում եք, որպեսզի օրենք ընդունվի եւ օրենքը չկատարի իշխող քաղաքական ուժը, դուք էլ մատնացությանը կասեք, այ տեսեք օրենք եղավ, օրենքի չկատարեցիք, կարող եք ասել առանց դրա, կարող եք ասել ձեր խոստումը չեք կատարել։ Բայց պետք է մենք ավելի շատ ոչ թե ամբիցիաներ անենք կամ քաղաքական միավորներ հավաքենք, այլ փորձենք իսկապես մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովել եւ արժանապատիվ թոշակ։ Շնորհակալություն։